Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության ավանդույթները էական ներդրում ունին խաղաղ եւ բարգավաճող հարավային Կովկաս կառուցելու գործին մեջ։ Այս մասին Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումեն հետո գայացած ասուլիսի ժամանակ ըսավ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի բարեկամության բազմատարի ավանդույթները ամրապնդվին, այդ կփխի մեր ժողովուրդներու եւ պետություններու շահերը։ Էական ներդրում կունենա խաղաղ եւ բարգավաճող հարավային Կովկասի կառուցման գործի մեջ, ըսավ Վալենտինա Մատվիենկոն։ Ան նշեց, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը պիտի գայանա մարտ ամսում։ Միջխորհրդարանական հանձնաժողովը շատ լավ կաշխատի Ռուսաստանի եւ Հայաստանի միջև արևդրական տնտեսական համագործակցությունը շատ բարձր մագարտակի հասած է Հայաստանի արտաքին արևդուրի շուրջ 33% բաժին գինա Ռուսաստանին։ Այս տարիներու ընթացքին ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրում կատարված է ռուսական բիզնեսի կողմեն 40 նախագիծ Հայաստանի մեջ։ Սա կվկայ, որ մենք հետագա զարգացման մեծ ծրագիրներ ունենք, կգարձեմ առանց խորհրդարանական երկխոսության այդ չստացվիր, ըսավ Մատվիենկոն։ Ընկալումը, որ Հայաստան կփորձե փոխել ուղղությունը մեկ փևերեն մյուս փևեր, սխալ է։ Մոսկվայի մեջ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ համատեղ ասուլիսին ըսավ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան։ Ան շեշտեց, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը։ Ան ավելցուց, որ Մատվիենկոյի հետ առանձնազրույցին եւս նշած է, որ Երևան չի պատրաստվիր որևէ մեկուն կողմը կանգնել կամ որևէ մեկուն թեմ աշխատել։ Հայաստան ունի իր արտաքին քաղաքականությունը, իր Լագանը հատկապես 2020 թվականի պատերազմեն հետո կգարձեմ, որ այն հարցերը, որոնք դուք կուտակ արդեն իսկ պատասխաններ գրնակ գտնել 20-ին հետո տեղի ունեցածի մեջ, նշեց Սիմոնյան։ Աչքի առաջ Ալեն Սիմոնյան հանդիպում ունեցավ Ռուսաստանի արտաքին գործոստնախարար Սերգեյ Լավրովին հետ։ Ռուսաստանի արտաքին գործոստնախարար անգամ եւս կրկնած էր վերջին շրջանին Մոսկվայեն բարբերաբար հնչող այն բնդումը, ըստ որուն Երևան խորացնելով հարաբերությունները Եվրամիության հետ պետք է հստակորեն ըմբռնե ադոր հետևանքները։ Այդ մասին հայտարարած էր նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ։ Աբու Դաբիի մեջ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրություններու նախագահ Շեյխ Մուհամմեդ բն Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ան համոզմունք հայտնած է, որ խաղաղության արդյունքով ստեղծվող նոր հնարավորությունները թույլ պիտի տան տարածաշրջանի մեջ ձևավորել համագործակցության նոր մագարտակ։ Արաբական Միացյալ Էմիրություններու նախագահը ընդգծած է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել եւ ընդլայնել Հայաստանի հետ տարբեր ոլորտները ներսկաբերը։ Վարչապետ Փաշինյանն նշած է, որ Հայաստանի կառավարությունը կարևոր կնկատի Արաբական Միացյալ Էմիրություններու հետ արևդրական տնտեսական հարաբերություններու շարունակական զարգացումը, ընդգծած է, որ ադոր համար արգա է մեծ ներուժ եւ այն իրականացնելու անհրաժեշտ կամք։ Զրուցակիցները քննարկած են տնտեսության ոլորտեն ներս համատեղ ծրագիրներու իրականացման վերաբերող հարցեր, միտքեր փոխանակած երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներու շուրջ։ Կողմերը կարևոր նկատած են բարձր մագարտակի փոխադարձ այցելություններու կազմակերպումը։ Հայաստանի վարչապետին եւ Արաբական Միացյալ Էմիրություններու նախագահային ներկայությամբ Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Բաբոյան եւ Արաբական Միացյալ Էմիրություններու արտաքին արևդուրի նախարար Թանի բն Ահմեդ Ալ-Զեյուդին ստորագրած են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրություններու կառավարության միջև ծառայություններու արևդուրի եւ ներդրումներու մասին համաձայնագիր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև իսկապես լավ առաջնորդներ են, հայտարարած է Ամերիկայի նախագահը ելույթ ունենալով Վաշինգտոնի մեջ ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ։ Ան հերթական անգամ հիշեցուցած է շարք միջազգային հագամարտություններու ղեկավարման գործին մեջ իր դերակատարության մասին։ Ես հարթած եմ գադաղի պատերազմներ, ինչպիսիք են Կամբոջան եւ Թայլանդը, Կոսովոն եւ Սերբիան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը, ըսած է Թրամփ։ Անդրադառնալով 8 օգոստոսին Վաշինգտոնի խաղաղության կակատնաժողովին եւ ադոր արդյունքներուն Թրամփ ընդգծած է, որ երկու երկիրներ երկար տարիներ կհագամարտեին, սակայն ինք հաջողած է արագ կարգավորել ամեն ինչ։ Ամերիկան իր քաղաքացիներուն խորհուրդ տված է անհաբաղ լքել Իրանը ցամաքային ջամփով Հայաստանի կամ Թուրքիո դարածքով, այդ պատճառը բանելով երկրի ներս անվտանգության խստացված միջոցառումներով եւ դեպի Իրան եւ այնտեղեն թռիչքներու սահմանափակումներով։ Այս մասին հաղորդակցություն տարածած է Ամերիկայի արցանց տեսփանատունը։ Նշված է, որ բաց է Հայաստանի ցամաքային սահմանը ակարակ նորդուս հատվածին, ըստ հաղորդակցության Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են սովորական երթևեկության համար, հետեւաբար Իրանեն շտապ հեռանալու գարիք ունեցողները պետք է այլ դարբերակներ դիտարկեն։ Բացի այդ, Իրանի մեջ գտնվող Ամերիկայի քաղաքացիներուն խորհուրդ տրված է խուսափիլ ցույցերեն, ապահով վայր գտնել իրենց բնակության վայրի մեջ, ունենալ սնունդի ջուրի եւ անհրաժեշտ բարականերու բաշարներ, լիցքավորված պահել հեռախոսները եւ հետևիլ նորություններուն։
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ գաչակցի նոր բարելավված եւ արդիականացած համաձայնագիրի գնքման Ռուսաստանի հետ ավելի գանուխ գործող ռազմավարական սպառազինություններու գրջատման մասին պայմանագիրը երկարացկելու փոխարեն։ Այս մասին անքրած է իր Truth Social հերթագին ռազմավարական սպառազինություններու գրջատման մասին պայմանագիրը երկարացկելու փոխարեն մենք պետք է մեր գորիզային փորձակետներուն հանձնարարենք աշխատել նոր բարելավված եւ արդիականացած համաձայնագիրի վրա, որը կորձե երկար ժամանակ քրած է Ամերիկայի ղեկավարը։ Ակցիոսի լրագրող Բարակ Ռավիթ հղում ունելով իրազեկ աղբյուրին հայտնած է, որ Ռուսաստան եւ Ամերիկա պատրաստակամություն հայտնած են պահպանելու ռազմավարական սպառազինություններու գրջատման մասին պայմանագիրի պայմանները եւս առնվազն 6 ամիս, որուն ընթացքին բանակցություններ տեղի ունենան նոր համաձայնագիրի շուրջ։ 2026 թվականի փետրվար 5-ին լրացավ Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև ռազմավարական սպառազինություններու գրջատման մասին պայմանագրի ժամկետը։ Ամերիկան եւ Ռուսաստանը այդ պայմանագիրը ստորագրած էին 2010 թվականին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժան Անդրեասյան հերթական աշխատանքային այցելությունը կատարեց հայոց ցեղասպանության հուշահամալիր հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքներու ընթացքին հետևելու նպատակով գահիտնեն նախարարութենեն։ Գաբալարու գազམ་ագերբության ներկայացուցիչները ներկայացուցած են կատարվող աշխատանքներու ընթացքը, քննարկված են աշխատանքներու որակի ապահովման, սահմանված ժամկետներու խստիվ պահպանման, ինչպես նաեւ պատմամշակութային միջավայրի համահունչ մոդեցումներու գիրառման վերաբերող շարք հարցեր։ Ձեզի հետ Անի Զեյթունցյանը։